Ֆիզիկայի ցանկացած դասարանում արեգակնային համակարգի այսպիսի շարք կա։ Կամ էլ էսպես։ Կներես Պլուտո, նայելով այս շարքին որ մոլորակն է երկրին ամենամոտը, Վեներան թե Մարսը։ Պատասխանելու համար նախ պետք է իմանալ, որ ինչպես դպրոցում սովորած շատ բաներ, այնպես էլ այս շարքը սուտ է։ Մոլորակները սուրճի հերթ կանգնած մարդիկ չեն, այլ տիեզերքում ցրված, մշտապես շարժվող գնդաձև մարմիններ են։ Այն էլ ոչ թե պարզ շրջանագծով, այլ անկանոն անկյուններով ձգվող էլիպսներով։ Այս սառը մութ տիեզերքում սա Վեներայի ու Երկրի ամենամոտիկ պահն է, բայց դա էլ լինում է մոտավորապես տարի ու կեսը մեկ։ Սկզբում մոտենում է, հետո իր ուղեծրով հեռանում, նորից վերադառնում, հետո մի քիչ հեռավորության կարիք է ունենում, արդեն արեգակի մյուս կողմում։ Սա նշանակում է, որ երբ Վեներոն հեռու է, Մարսը կարող է դառնալ ամենամոտ խաղընկերը, այնպես որ ուղեծրերի պատճառով ով է ամենամոտը հարցին մեկ պատասխան չկա։ Իրականում հարցը հետևյալն է. ով է հիմնականում ամենամոտը, ամենամոտը։ Երբ եւ Մարսը եւ Վեներան արեգակի մյուս կողմում են, ստացվում է, որ փոքրիկ Մերկուրին է ամենամոտը։ Երկրի ներքին 3 մոլորակ ընկերներից յուրաքանչյուրը տարբեր պահերի լինում է եւ ամենահեռուն եւ ամենամոտը։ Իսկ Մերկուրին իր ամենափոքր ուղեծրի շնորհիվ երբեք շատ չի հեռանում Երկրից, գոնե մոլորակային մասշտաբներով։ Սա այս փոքրիկին յուրահատուկ մտերիմ կապ է պարգևում Տերայի հետ։ Իրականում, եթե հետևենք մոլորակների պտույտին, իր փոքր ուղեծրի շնորհիվ հենց Մերկուրին, ոչ թե Մարսը կամ Վեներան, ժամանակի մեծ մասում ամենամոտ մոլորակն է։ Այս շարքին նայելով դա անհնարին է թվում։ Բայց այնուամենայնիվ, իրական ուղեծրերի պարագայում, եթե անընդհատ չափենք մինչև բոլոր մոլորակներ եղած հեռավորությունը, դրանց պտտվելու ընթացքում, Մերկուրին Երկրի ամենահաճախ, ամենամոտ հարևանն է։ Ինչը հաճելիորեն անսպասելի է, բայց սպասիր, եթե Մերկուրին Երկրի ամենահաճախ ամենամոտն է, ուրեմն նա պետք է նաև Վեներայի ամենահաճախ ամենամոտը լինի, չէ՞։ Քանի որ նրա ուղեծիրն ավելի փոքր է, քան Երկրինը, եւ թվերը ստուգելիս պարզվում է, ճիշտ է, ինչը Երկրի եւ Մերկուրիի հատուկ կապը դարձնում է պակաս հատուկ։ Բայց գոնե սա այն դեպքն է, երբ շարքն ակնհայտ պատասխան է տալիս. Մերկուրին ամենամոտն է Վեներային։ Իսկ քանի դեռ այս թեմայով ենք խոսում, ով է Մարսի ամենահաճախ ամենամոտը։ Նրա մյուս կողմում աստերոիդների գոտին է, այնպես որ պետք է Երկիրը լինի։ Բայց միգուցե Վեներան է։ Գուցե կանոնն այն է, որ երկրորդ ամենամոտը իրականում ամենահաճախ ամենամոտն է։ Ստուգում ենք արդյունքները եւ Աստված իմ, էլի Մերկուրին է։ Մերկուրին ամենահաճախ ամենամոտն է Երկրին, Վեներային ու Մարսին, ամեն անգամ նույն պատճառով։ Ավելի մեծ ուղեծրերի պատճառով միջին հեռավորությունն ավելի երկար ժամանակ ավելի մեծ է լինում, այնպես որ Մերկուրին ամենահաստատուն ուղեկիցն է։ Չէ, չի կարող Յուպիտերի դեպքում էլ նույնը լինել։ Այդքան հսկա ու հեռու Յուպիտերը։ Բայց այդպես է, էլի, Մերկուրիի փոքր ուղեծիրը նշանակում է, որ նա երբեք այնքան չի հեռանում, որքան մյուս մոլորակներն իրենց ավելի մեծ ուղեծրերով։ Ուրեմն, պատրաստ եք սրան։ Այն ուղեծրային մաթեմատիկան, որը ցույց է տալիս, որ Մերկուրին ամենահաճախ ամենամոտն է Յուպիտերին, նույնն է բոլոր մոլորակների եւ արեգակի շուրջ պտտվող ամեն ինչի համար։ Քոել, Պլուտո։ Մոլորակներից յուրաքանչյուրի համար Մերկուրին ամենահաճախ ամենամոտն է։